Փաստ թերթը գրում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է առաջիկա ընտրություններին, հայտարարելով, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել, իսկ օրենքը խախտողները պատժվելու են։ Նա նաև կարևորել է ժողովրդավարական նորմերի լիարժեք պահպանումը և ընդգծել, որ նախընտրական պայքարը պետք է լինի պարկեշտության սահմաններում, արգալից բառապաշարով ու վարքով։ Թերթը նշում է, որ նախագահի հայտարարությունները հարցեր են առաջացնում. Ում են դրանք ուղղված։ Ըստ հրապարակման խոսքը կարող է վերաբերել իշխանություններին, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քանի որ թերթի ձևակերպմամբ ընտրական գործընթացում հնարավոր են վարչական ռեսուրսի չարաշահումներ, քաղաքական հետապնդումներ և այլ խախտումներ։ Հրապարակման վերջում էլ հնչեցվում է հարց. արդյոք նախագահի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես ակնարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաստ թերթը գրում է. Հայաստանի իշխանությունները շուրջ 3 տարի չեն տալիս համաձայնություն Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ, սակայն նաև վերջնական մերժում չեն հայտնում։ Թերթի տեղեկություններով հարցը ձգձգվում է, իսկ անցած տարվա մայիսից հայկական կողմը պարզապես չի արձագանքում ռուսական դիմումներին։ Կապանում 2022 թվականի հոկտեմբերից գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, իսկ 2025 թվականի հունիսից Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ։ Ռուսաստանի դեպքում, սակայն, որոշում դեռ չկա։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականի մայիսին Երևանում հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանից հետո հայտարարվել էր, թե հարցը քննարկվում է, սակայն թերթի ձևակերպմամբ սա էլ տեղից չի շարժվում։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ֆրանսիական կողմը ցանկացել է բացել գլխավոր հյուպատոսություն, սակայն հայկական կողմը խնդրել է միջանկյալ տարբերակ, մինչև հասկանա գլխի գալիքը։ Փաստ թերթը գրում է, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկան արհեստական բումից հետո վերադարձել է ավելի հանգիստ փուլ։ 2021-24 թվականների ակտիվությունը պայմանավորված է ռուսաստանցիների հոսքով և եկամտային հարկի վերադարձ ծրագրով, սակայն Երևանում նոր շինթույլտվությունների դեպքում ծրագրի չեղարկումից հետո շուկան սկսել է սառել։ Տեղական կտրվածքով գործարքները նվազել են 1,6%-ով, գների աճը կազմել է ընդամենը 0,3%, իսկ կենտրոնում 1 քառակուսի մետր միջին գինը նվազել է 1,4%-ով։ Միաժամանակ ակտիվությունը տեղափոխվում է Երևանին մեծ մարզեր։ Թերթի գնահատմամբ շուկան վերադառնում է բնական ռիթմի, սակայն առաջանում է մայրաքաղաքի շուրջ կառուցապատման կուտակման միտում։ Հրապարակ թերթը գրում է, որ իշխանություններն իրենց ձևակերպմամբ այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով։ Թերթը նշում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին, ներկայացնելով Պաշտպանության նախարարության ընձեռնած հնարավորություններն ու կատարված փոփոխությունները, սակայն ըստ հրապարակման վարժարանը հիմնադրվել է 2017 թվականին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Թերթը նաև հիշեցնում է, որ դրա վերաբացման փուլում ընդդիմությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, քննադատել էր նախագիծը, այն համարելով ավելորդ ծախս։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ում խուճապային տրամադրություններ են առաջացել որոշ պատգամավորների մոտ, այն մարդկանց, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից և հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենա։ Թերթի տեղեկություններով նրանց մեծ մասը հիպոթեկային վարկով տներ են գնել, վստահ լինելով, որ պատգամավոր մնալով հարկատուների հաշվին միլիոնավոր պարգևավճարներ կստանան և շքեղ կյանքով կապրեն։ Այժմ փոքր անհանգստությամբ նրանք մտավախություն ունեն, որ ոչ միայն մանդատ չեն ունենա, այլև պետական այլ աշխատանք չեն ստանա ու ստիպված կլինեն վերադառնալ այն վիճակին, որտեղ էին մինչև 2018 թվականը։ Հրապարակի գնահատմամբ շատերի մոտ սգո տրամադրություններ են, ինչպես փակել վարկերը և ինչպես տուն պահել։ Հրապարակ թերթը գրում է, որ պետական ապարատում պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, հակառակ դեպքում կզրկվեն պարգևավճարի 10%-ից։ Ամենաշատը 250,000 դրամ ստացող պաշտոնյաները պետք է մասնակցեն վճարովի դասընթացների և ներկայացնեն դրա փաստաթղթերը, հակառակ դեպքում գումարի նշված մասը կկրճատվի համաձայն կառավարության որոշման։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։